Ասենք Փառք Հիսուս Քրիստոսին, եղբայրներ, քույրեր, Տիրոջ մեծ ողորմության համար, որ մեզ հավաքել է։ Մենք շնորհակալ ենք Տիրոջից, որ սիրելիներ, Տերը մեզ փրկել է, իր սուրբ արյունով լվացել է, մեզ հանել է սատանայի իշխանությունից եւ տեղափոխել է իր արքայության մեջ, եւ մենք կոչվում ենք Աստծո որդիներ։ Փառավորվի Տիրոջ անունը։ Գիտեք սիրելիներ, երբ որ մենք այսքան բանը ասում ենք, մի պահ մեզ թվում է, որ մենք արդեն բոլորովին ապահովության մեջ ենք եւ մեզ այլևս որևէ բան չի կարող խանգարի։ Մանավանդ երբ որ Աստծո խոսքը ասում է, որ մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Բայց երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, սիրելիներ, տեսնում ենք, որ սատանան հենց այնպես մարդուն ուղակի չի թողում։ Երբ որ տեսնում ենք Տեր Հիսուսին 40 օր փորձելուց հետո գրված է, որ մի որոշ ժամանակ թողեց ասма Հիսուսին, բայց հետաքրքիր է, նա էլի մոտեցավ Հիսուսին, նա էլի փորձում էր Հիսուսին։ Այո, սիրելիներ, տեսնում ենք, որ մինչև անգամ խաչի վրա վերջի վայրկյանները ինքը ուզում էր, որպեսի խանգարի Քրիստոսի գործը։ Սիրելիներ, այսօր Փառք Հիսուսին մենք ապահովության մեջ ենք, Տիրոջ զավակներ ենք կոչվում, բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է. տեղի մի տվեք սատանային, հակառակ կեցեք սատանային, Հակոբոս 4:7-ում գրված է, եւ նա փախչելու է ձեզանից։ Այսօր նրա հակառակորդի ամբողջ փափագը, որ մեր մեջ ընդամենը մի փոքր, սիրելիներ, գիտեք, ընդամենը մի փոքր ձևով ուզում է տեղավորվի մեր մեջ։ Երբ որ կարդում ենք Իսրայելի պատմությունը, տեսնում ենք Աստված ուխտի տապանակ տվեց Իսրայելին, ոսկուց պատրաստած, եւ ուխտի տապանակը դրվել էր ամենակարևոր տեղում, սրբության սրբոցում։ Այնտեղ քերովբեներն էին Հովանի եղնեմ, միշտ ծառայությունը գնում էր, ճրակները վառված էր մնում, քահանայապետները մտնում էին այդտեղ տարին մեկ անգամ, Ղևտացիները շրջապատած են ամբողջ այդ խորանը, չհաշված մնացած ղևտացիները, որոնք հավելյալ ծառայություններ էին անում, եւ այդ տապանակը գտնվում էր Իսրայելի բանակի ամենամեծ տեղում։ Մենք մտածում ենք, սիրելիներ, որ ամենաապահով վիճակն, ամենաապահով վայրն է, եւ երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, տեսնում ենք, որ գալիս է մի պահ, ուխտի տապանակը չկա։ Եթե ասենք որտեղ է կորել ուխտի տապանակը, ոնց ասենք անհետացավ ուխտի տապանակը, սիրելիներ, չենք գտնի։ Կոնկրետ գրած չի, թե երբ ինքը, ասենք, անտեսանել եղավ մեր աչքերից։ Ինքը անհետացավ, ինչի պատճառով։ Գիտեք, սիրելիներ, երբ որ մեր տները մի բան ակորչեմ, ինչն է պատճառն եղնեմ, մեր անուշադրությունը։ Եվ Իսրայելի անուշադրությունից մենք տեսնում ենք, որ նույնիսկ թույլ տվեցին այդ ուխտի տապանակը գերի ինքնի։ Այսինքն, այս տապանակը արդեն, երբ որ անուշադիր էր Իսրայելը տապանակի հանդեպ, տեսնում ենք, որ եկավ մի օր ու կորավ։ Այսօր, սիրելիներ, սատանան ուզում է, որպեսի մի փոքր կետով ներխուժի մեր կյանքի մեջ։ Ընդամենը մի փոքր կետով, ինքը մեծ բաներ չի ասելու։ Ինքը պոզերով ու պոչերով չի գալու կանգնի քո մեջ եւ ասի, ես ուզում եմ գամ քո կյանքի մեջ։ Ինքը բավական է մի փոքր ընդամենը խայծ, մի փոքր խայծ, իրան պետք է որ ներխուժի, ինչի համար։ Ես ուզում եմ հիշեցնեմ Հովանես 10:10-ում այսպես է գրված, Հովանես 10:10, գողը գալիս է գողանալու, սպանելու եւ կորսնցնելու համար։ Գիտեք, սիրելիներ, երբ որ գողը մտնում է տուն, պարտադիր չի գիշեր եղնի, ցերեկն էլ է գողը մտնեմ, ինքը չի գալիս մտնում մարդու տուն ու ասեմ քու պահած փողերը, ոսկիները ցույց տուր, բարևեմ է, զրուցում է, աշկ հացեմ, ինքը այնպես է մոտենալու, որպեսի դու տեղ տաս իրան, քեզ թվա թե ինքը գող չի, քեզ թվա թե ինքը միգուցե քեզ ուզում է օգնի,
Երբ որ Սատանան Հիսուսին մոտեցել էր 40 օր հետո, գիտեք, այնպիսի խոսքեր էր ասեմ, որ ավետարանեմ գրված է, որ իրոք մարդը կարա Հիսուսը կարա քարերին ասի հաց եղնի, Հիսուսը կարա բարձր տեղից ընկնի, իրան ոչ մի բան չեղնի, բայց Տերը այնքան ուշադիր էր, Տերը այնքան մարդուն էր, որ տեղի չտվեց եւ Սատանան փախավ իրանից, ճիշտ է մի որոշ ժամանակով, բայց վերջում տեսնում ենք, որ հավետ փախչում իրանից փառավորվի Տիրոջ անունը։ Սելիներ, ուզում եմ մի փոքր խոսեմ սրա մասին, գողը գալիս է գողանալու, սպանելու եւ կորսնցնելու համար։ Երբ որ կարդում ենք Կայենի եւ Աբելի պատմությունը, գրված է, որ երկու եղբայր զոհ բերեցին։ Աստված Աբելի զոհը ընդունեց, Կայենի զոհը մերժեց եւ Կայենին այսպիսի խոսքեր ասեմ. եթե լավ անես, բարի անես, կընդունվի, իսկ հիմա գլուխդ կախել ես, որովհետեւ գիտեք, գրված է այսպես, մեղքը դռանը պառկած է, բայց գիտեք, չի գրած, որ ինքը ուզում է ներս մտնի, գրված է, դու կարաս իրա վրա իշխես, ինքը քեզ ենթարկվելու է։ Սելիներ, ինքը զորով չի մտնեմ, դու ես իրան հրավիրեմ, դու ես իրան տեղ տալիս, որ ինքը մտնում է քո կյանքի մեջ եւ հետաքրքիր է, ինչ է գողանեմ ինքը մեզանից, այդ ինչ է գողանալու, որ մենք այդքան ուշադիր չենք եղնելու։ Օրինակ, կարա մարդու մեջից խաղաղություն գողանա, կարա մարդու ժամանակը գողանա, կարա մարդու մեջի լույսը գողանա, գիտեք, այս բոլորը կարա գողանա, ինքը տեսնում է, թե քո ներսեմ դու ինչ խնդիր ունես, ինչ հակում ունես դեպի աշխարհը, ինչ հակում ունես, որ մնացել է քո մեջ եւ ինքը քեզանից դայա տանեմ, բայց այսօր Սելիներ դրա անունը ես դնում եմ շնորհք։ Պողոս առաքյալը իր բոլոր թղթերի վերջում գրած է Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հետ լա, ամեն տեղ ձեր հետ լա, գիշերը ձեր հետ լա, ցերեկը ճանապարհին նստած տեղը հաց ուտելուց, այսինքն միշտ այդ շնորհքը պետքա մենք պահենք Սելիներ, այդ շնորհքի մեջ այդ ինչա մտնեմ։ Երբ որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, գրված է, եւ լույսը եկավ աշխարհ, լուսավորեց մեր սրտերը, լուսավորվեց ու մենք սկսեցինք հասկանալ, ճանաչել Աստծո որդուն, ճանաչել, որ մենք արդեն արքայության որդիներ ենք, Սատանան կարողացավ այդ լույսը գողանա եւ տեսնում ենք հաջորդ քայլը ինչ տեղի ունեցավ հենց Կայենի կյանքի մեջ, առանց դեզդենի, առանց խորանալու, գրված է, ինքը իր եղբորը ինչ արավ, սպանեց։ Գիտեք Սելիներ, երբ որ այս ապրիլի 24-ի կապակցությամբ երևի թե բոլորդ էլ տեսել եք, մի հատ այդպիսի վիդեոյի բան էր տենց ֆռեմ ինտերնետում, Սողոմոն Թելերյան անունով, չէ, մի հատ հայ կար, որ ցեղասպանության ժամանակ իր ընտանիքը կոտորել էին եւ ինքը Թալյատ Փաշային սպանում է եւ գերմանական դատարանի առաջ ինքը ասում է ես մարդ եմ սպանե բայց մարդասպան չեմ եւ դատարանը իրան ազատ արձակում իրան չի դատապարտեմ ինքը ատրճանակով կրակել եւ սպանել էր գիտեք Սելիներ երբ որ մենք նայում ենք ասում ենք դա ինչ կապ ունի հիմա մեր հետ ինչ կապ ունի մեր հետ, եթե մենք ոչ զենք ունենք, մենք ոչ քար ունենք ձեռներիս տակ, ոչ դանակ ունենք, մենք կարանք մարդասպան եղնենք ժողովուրդ ջան։ Մենք կարանք ստեղ նստած ենք, բոլորս Աստծո որդիներ ենք, բայց մենք կարանք մարդասպան եղնենք։ Գիտեք, ցավոք սրտի Սուրբ Գիրքը մեզ ցույց է տալիս, որ այո, առանց զենքի առանց կրակոցի, առանց դանակահարության եւ առանց արյուն թափելու մենք կարանք մարդասպաններ դառնանք։ Այդ ոնց է տեղի ունենեմ, որտեվ տեղի ենք տալիս Սատանային եւ նա գողանում է քո մեջի լույսը գրված է, եթե մեկը իր եղբորը չի սիրեմ, ինքը խավարի մեջ է շրջեմ եւ խավարը նրա աչքերը կուրացնում է եւ ինքը չի տեսնեմ գիշերա, չի երևեմ, ինչ մեղք ասես կարա գործվի, մի ուրիշ տեղ ասում է, եթե քո եղբորը տատեմ ես, դու ինչ ես դառնեմ, մարդասպան, տենց բան միգուցե ձեզ հետ եղել է, երբ որ գալիս է մի օր, մի գիշերը պարկում ես քնելու,
Բայց այդ օրը մեկին տոշկը մեզ սենց մեր լեզվով ասած ու ամբողջ գիշեր իր հետ կռիվ ես անում։ Եղել է տենց բան թե չի եղել։ Ամբողջ գիշեր իր հետ կռիվ ես անում։ Հիշում ես իրան, իր կնոջը, իր զավակներին, իր ամուսնուն, հիշում ես այն դրվագները, որ նախկինում տեղի ունեցել, ամբողջ գիշեր տեղը մեջ շուրումուր ես գալիս, քրդենքը մեռնեմ ես, առավոտը աշկերը տուրած քունը չի տարե, բայց իրականում ոչ մի բան տեղի չի ունեցել, ժողովուրդ ջան։ Ոչ մի բան, այդ մեկը, որին դու տոշկել ես, միգուցե մի հատ ինչ-որ պահով քեզ նեղացրել է, կամ խոսքը քեզ դուր չի եկել, դու արդեն գիշերը նրան սպանել ես։ Մենք կարողա չենք հասկանում սա սիրելիներ, բայց այդ պատերազմը որտեղից է, այդ ինչ պատերազմ է։ Երբ որ Տեր Հիսուսը Սիմոնին այսպիսի խոսքեր ասեմ, Սիմոն, Սիմոն, սատանան ուզեցավ, որպեսի ցորենի նման ձեզ խարբալի, բայց ես քեզ համար աղոթք եմ արել, որ երբ որ դու հաստատվես, ինչ անես, քո եղբայրներին էլ բերես, քո եղբայրներին էլ տեր եղնես։ Այդ ինչ էր տեղի ունեցել, որ Սիմոնը Պետրոսը այդ ինչ էր արել, երբ որ կարդում ենք սիրելիներ, տեսնում ենք, որ երկու եղբայր Հակոբոսն ու Հովանեսը թաքուն Պետրոսից թաքուն գնացել էին Հիսուսի մոտ։ Ինչ էին ասել, հիշում եք ինչ էին ասել։ Ասում էին, ուզում ենք մեկս աջ կողմում նստենք, մեկս ուզում ենք ձախ կողմում նստենք։ Եվ խաբարը Պետրոսը իմացել էր, հետո լուրը հասել էր Պետրոսին։ Գիտեք, ինչ կասեր Պետրոսը Հովանեսին, կասեր, ես եմ այդ Պետրոսն է, որ ջրի վրարեով քայլում էր, որ Հիսուսի հետ ամեն տեղ եղել է, դուք առանց ինձ ասելու, դուք այդ ոնց եք ուզեցել գնաք Հիսուսի աչուձախ, գոնա մեկդ մի կողմ ու զեյք են մի տեղը ինձ թողայիք։ Գիտեք սիրելիներ, սատանան քնած չի։ Եվ ինքը իր եղբոր դեմ հանում է, միգուցե Պետրոսի մեջ եղել է այդ վրեժխնդրությունը, գիտեք, այդպիսի մի բան տեղի ունեցավ Իսրայելի մեջ, երբ որ Հովսեփին եղբայրները ծախեցին, եւ երբ որ եկավ բարեշեցին, այդ պատմությունը երկար է, իրանք բարեշեցին, արդեն իրանց հայրը մեռավ, հանկարծ եղբայրները հիշում են, որ կարա Հովսեփը իրանից վրեժխնդիր եղնի, գնացին, լուր ուղարկեցին, խաբար արեցին, այսպիսի խոսքերով, Հովսեփ ջան, մեր հայրը, երբ որ կենթանի էր, գիտես վերջը ինչ ասելա, գնա քո եղբայրներին կներես, հանկարծ իրանից վրեժ չլուծես, եւ Հովսեփը սիրելիներ, որ իր սրտի մեջ մի փոքր անգամ տեղի չէր տվել, որպեսի սատանան ատելություն բերի իր եղբայրների հանդեպ։ Այսօր մենք իշքամ ենք սիրելիներ կռիվ անեմ, այսօր մենք իշքամ ենք նայեմ, ժպտեմ, իրար համբուրեմ, բայց ամեն տենալուց ուզում ենք ճանապարհը փոխենք։ Բայց երբ որ մեր մտքով անցնում, ասում ենք իրանից հեռու, միտեղ գնալուց իմանում ենք ինքը եթե այդտեղ է, մենք ավելի լավ է չգնանք։ Հենց գիտեք սա մարդասպանություն չի, ժողովուրդ ջան։ Սա ատելություն է, այս թույնը սատանան լցնում է մեր մեջ, բայց Սուրբ գրքի մեջ գրված է Եփեսացիս 6-րդ գլխի 12 համարը մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չի։ Ապա այս չար աշխարհի իշխանությունների, չար ոգիների դեմ, ինչի մարմնի ու արյունի հետ չի, որովհետև սիրելիներ, երբ որ մենք սպանություն տեղի ունենա, մեկին սպանենք, հարցը դրանով չի լուծվելու, հարցը դրանով չի լուծվելու։ Հետաքրքիր է, երբ որ մարդը թույլ տվեց, եկավ գողը գողացավ, սպանեց, բա դրանից հետո էլ ինչ ծանր բան կա որ։ Ինչ ծանր բան կա, ժողովուրդ ջան, բայց Սուրբ Գիրքը ասում է, գողը գալիս է գողանալու, սպանելու եւ կորսնցնելու համար։ Գիտեք, այս կորսնցնելը միգուցե մենք մտածենք սպանելուց ավելի թեթև բան է։ Ես հիշում եմ այս 44 օրյա պատերազմի ժամանակ ներող կեղնեք ուղակի հիշացնում եմ, երբ որ մեր զավակները զոհվում էին Եվ գիտեք, մարդիկ ընկած իրանց դիակներն էին ման գալիս, մեր Ենոքը հիշում եմ այսպես ընկած, որ ման էր գալիս, գիտեք, ասմա անդեղ մարդիկ կային, երբ որ իրանց դիակը գտնում էին, իրար աշկալուսանք էին տալի, ասում էին աշկըտ լուս, գիտեք, ինձ մար դա մի քիչ անհավատալու բան էր, ասում էին ոնց կարա թենց բան եղնի,
բայց հետո երբ որ կռիվը բրծավ, այսօր տեսնում ենք քանի մարդիկ կան, որ իրանց զավակների դիակներն անգամ չեն գտե։ Այսօր մարդիկ գնում են գերեզմաներ լաց են եղնեմ, միգուցե ինչ-որ միտեղ թեթևանում են, բայց մարդիկ կան, իրանցը կորած է, իրանցը չկա։ Այսօր սիրելիներ, սատանան սպանելով չի բավականանեմ, ինքը ուզում է կորցնի հետքը մեր սրտի մեջ, որ մեր մեջ չկա զղջում, չկա հիշենք, որ այդ զավակը, այդ աղբերը, այդ քուրը, որին որ մենք ուզում ենք սպանենք, նորից կարա վերականգնվի, դա ավելի սարսափելի է։ Եվ գիտեք, հենց Կայենի պատմության մեջ, Աբելի եւ Կայենի պատմության մեջ տեսնում ենք ոնց Կայենը կորցրեց։ Աստված ասավ. Կայեն, ուր է քո եղբայրը։ Ինչ ասավ ինքը։ Հիշեմ եք։ Ասում է, ես չգիտեմ ուր է, ես հո իր պահակը չեմ։ Ես չգիտեմ ուր է, ինձ չի հետաքրքրում ինքը ուր է։ Ես ուզում եմ մի օրինակ նոր ուխտից բերեմ սիրելիներ եւ վերջացնեմ, երբ որ կարդում ենք անառակ որդու պատմությունը, տեսնում ենք, որ այդ տանը երևի թե մենակ հայրն էր սպասում իր որդուն։ Այդ մարդը թողել էր, ինչ որ արել էր, վերջը գնացել էր, աշխարհում իր քեֆին ապրել էր եւ ինքը վերադառնում էր։ Եվ երբ որ մեծ որդին, մեծ եղբայրը հանդիստուն էր գալիս, լսում է ուրախության ձայն։ Գիտեք ինչի համար եմ ես ասեմ, որ այդ եղբոր կյանքի մեջ իր աղբերը ոչ միայն մեռած էր, այլ նաև կորած էր։ Հիմա կտեսնենք, թե ինչի համար եմ ես դրա վրա հիմնված։ Երբ որ ինքը մոտեցավ, տեսավ ուրախության ձայներ կա, զուռնադհոլի ձենա, միգուցե երաժշտության ասում է, «Էս ինչ է, էս ինչ ձեներ է գալիս»։ Եթե դու դրսում ունես մի կորած մեկը, եթե այսօր շատերը կա ժողովուրդ ջան, որ մեկին սպասում են, գիշերը գալիս է դուռը թխկացնում են, անմիջապես սիրտդ ինչ անեմ, ասում ես եկավ, կամ տղես է, կամ աղջիկ, միգուցե, չգիտեմ, ամեն մեկս կունենանք, եւ առաջի բանը մեր սրտի մեջ ինչն է, որ մեր կորածը, մեր գնացածը հետ եկավ։ Բայց այս մարդն ասում է, «Էս ինչ ուրախություն է, էս ինչ խաբար է, ոչ ծնունդ կա, թե ես եմ, իմ ընտանիքում ծնունդ չկա, հորս ծնունդն էլ երևի վաղուց անցել է, էս ինչ ուրախության ձայներ են, իր մտքով անգամ չի անցե, որ իր եղբայրը կարար հետ գար, եւ գիտեք, հայրը այդպիսի խոսքեր ասում է, քո եղբայրը մեռած էր, կենթանացավ, կորած էր եւ գտնվեցավ, այսինքն վաղուց այս տանը դրա մասին էլ խոսացող չի եղել։ Էլ դրա մասին մենք չենք նստել իրիկունը քննարկենք, տենանք որտեղ կեղնի, միգուցե աղոթենք նրա համար, իրան մեր կյանքի մեջ կորցնել ենք տվե, եղբայրներ, քույրեր, այսօր միգուցե ստեղեք ան շատ սրտեր, միգուցե ստեղեք ան շատ մարդիկ, որոնք իրար կողքի նստած են, որոնք այս նույն սենյակի մեջ են, ինչպես եղբայրը հիշեցեց պաշտամունքի սկզբին, հավատալով, որ Հիսուսը ստեղ ներկա է, հավատում ենք, թե չենք հավատում։ Բայց սիրելիներ, դեռ կան սրտեր, որ դեռ իրար հետ միավորված չեն, դեռ կան սրտեր, որ իրար հետ խնդիրներ ու պրոբլեմներ ունենք, եւ գիտեք, ցավոք սրտի դա նույն ձևի պաշտամունքից դուրս են գալիս ու այդ խնդիրը մեր մեջ մնում է, որովհետեւ գողը կարողացել է այն լույսը, որ Քրիստոսը բերել է իմ կյանքի մեջ, ինքը տանի, ու ես քայլում եմ խավարի մեջ, ես գալիս եմ եկեղեցի, իմ աթոռը ունեմ, իմ տեղը ունեմ, բայց իմ կյանքի մեջ խավարա, ասում է, եթե քո մեջ չի լույսը խավարա, բա որքան առավել խավարը, թող փառավորվի Հիսուսի անունը։ Եղբայրներ, քույրեր, ուզում եմ վերջացնեմ խոսքը, այսօր հնարավորություն կա իմ ու քո համար մեր սրտերը բացելու։ Եթե մենք անհաշտ ենք, եթե մենք ունենք խնդիր, այո, այսօր մենք կարանք հակառակ կենանք սատանային։ Գիտեք, ինքը փախչելու է, ինքը հերվից իր կոպիտ ասած լիզվին չի անելու, մի քիչ հեռու չի գնալու ընդեղից մատնացույց անի, գրված է հակառակ կեցեք եւ ինքը փախչելու է եւ ուրախություն է գալու եւ լույս է գալու եւ տաքություն ու ջերմություն է գալու ու մենք տեսնելու ենք, որ Աստծո խոսքը հաղթում է, փառավորվի Հիսուսի անունը։ Այո, մեծանավոր մեր մեջ է, քան ստենավոր աշխարհի մեջ է։ Եկեք կանգնենք աղոթքի, Տիրոջ առաջ բացելով մեր սրտերը, եղբայրներ, քույրեր։ Հալելույա։